զինվորական արմատները, ռազմական դաստիարակությունը, հայրենասիրության հիմքը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն է։ Վարժարանը ավարտելուց հետո որոշումը հստակ էր՝ ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Սոնա Բոթոյան ընկերուհու Գայանե Արզիկյանի հետպաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի տարածքում է։ Նրանք ռազմական ուսումնական հաստատության 2026-2027 ուսումնական տարվա դիմորդներից են։ Եկել են քննություն հանձնելու ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Աղջիկներն այս տարի են ավարտել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։ Այդ կրթ օջախը ինձ համար պարզապես վարժարան չէր, այն իմ մեջ ձևավորել է կամքի ուժ, բնավորություն եւ այս գործի հանդեպ գիտակցումը։ Հիմա այդ նույն հպարտությամբ ընդունվում եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ուզում եմ արժանի լինել հայրենիքի սպայի կոչմանը, ինչպես եւ արժանացա Մոնթեականի կոչմանը։ Վարժանին շատ բան է տվել եւ վստահ եմ ակադեմիան նույնը կտա եւ հետագայում կարող եմ դառնալ հայրենիքի լավագույն հրամանատար։ Մինչև քննության ներկայանալը բոլոր դիմորդները նախանցնում են բժշկական փորձաքննություն, ռազմաուսումնական հաստատություն ընդունվելու համար պիտանի ճանաչվելուց հետո միայն նրանք կարող են մասնակցել ակադեմիայում կազմակերպվող ընդունելության քննություններին։ Հրանգավորումից հետո մեկնարկն ազդարարվում է, արական սեռի դիմորդներից հետո հերթը աղջիկներինն է։ Նրանց մեծամասնությունը գրանցում է գերազանց արդյունք։ Զինվորական գործի հանդեպ սերս դեռ մանկուց էր, որը սկզբում երազանք էր, հետո հետագայում դարձավ նպատակ։ Այսօր ֆիզկուլտուրայի քննությունն է, մենք արդեն հանձնել ենք ձգումների եւ 100 մետրը։ Շատ լավ արդյունքներ եմ ցուցաբերել, կարելի ասել գերազանց։ Օքսանա Հովհաննիսյանը եւս Մոնթեական է, պատմում է, որ վարժանի գրեթե բոլոր շրջանավարտներն են դիմել ընդունվելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Մեկը մյուսին աջակցելով ու ոգևորելով կատարում են բոլոր վարժությունները։ Օր երկրորդ դիմորդները ներկայանում են թեստավորման նպատակն է պարզել նրանց գիտելիքների պաշարը, զարգացվածությունն ու հոգեբանական վիճակը։ Ընդունելության քննությունների ավարտից հետո բնականաբար տեղի կունենա մանդատային հանձնաժողովի նիստ, որը կնիքը կտնի այն գործընթացի եւ դիմորդը հստակ կիմանա ընդունվել է թե ոչ, որ ֆակուլտետ է ընդունվել, ինչ մասնագիտությամբ է ընդունվել, դու այն մարդիկ, ովքեր որ ընդունվել են, մասնակցելու են երիտասարդ մարտիկի պատրաստության դասընթացին։ Այս դասընթացի արդյունքում կուրսանտները կոփվում են, ձևավորում զինվորականին վայել կեցվածք։ Այս փուլը հաղթահարելուց հետո միայն նրանք տալիս են զինվորական երթում ու մեկնում երկօրյա արձակուրդ։ Իսկ սեպտեմբերի 1-ից ընդգրկվում ակադեմիայի ուսումնական գործընթացներին։ Իրազեկում է գնդապետ Մարտիրոսյանն ու նշում՝ համառ պայքար է լինելու։ Ակադեմիա ընդունվել ցանկացողների թիվն այս տարի աննախադեպ է։ Լինում են դեպքեր, երբ որ զինծառայողը որոշում է գնալ ժամկետային զինվորական ծառայության, երբ հանրապետական հավաքակայանում իմանում է ռազմական ակադեմիա ընդունվելու հնարավորությունների մասին, միանգամից փոխում է որոշումը եւ դիմում է ներկայացնում ցանկանալով ընդունվել ռազմական ակադեմիա։ Անվճար բարձրագույն ռազմական կրթություն, կենցաղային գերազանց պայմաններ, ուսումը արտերկրում շարունակելու հնարավորություն, ամսական մինչև 175,000 դրամ կրթաթոշակ ու բժշկական ապահովագրություն։ Ահա այն առավելությունների մի մասը, որի համար դիմորդները նախընտրում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան։ Սա դեռ ամենը չէ, շրջանավարտ կուրսանտները ստանում են 3 սենյականոց բնակարան ձեռք բերելու հնարավորություն։ Նաև ավարտական քննությունների արդյունքներով համարվում են ատեստավորված։ Սա ենթադրում է, որ սպայի ուսադիր կրելուց հետո 21-22 տարեկան տղաներն ու աղջիկները կարող են ստանալ մինչև 750,000 դրամ աշխատավարձ։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ։